Շատ հետաքրքիր է ինձ համար, որ շարունակաբար խոսում են այդպես օրինակ Նարեկ Մելյանին այս անունով պարտավորեմ տալ, որտեղ ասում էր, որ որևիցե հակապաստարկ, որևիցե քննարկում չի եղել, առնվազն հենց ձեր եթերում ես գիտեմ 2-3 հոգու հետ դուք խոսացել եք, հենց ես ձեր եթերում խոսացել եմ այդ մասին, քննարկումներ ունեցել ենք, հակապաստարկներ ներկայացել ենք, ես անձամբ շուրջ 1.5 ժամանոց մի հատ լայվ եմ ունեցել, բացի դա մի քանի ուրիշ լայվեր եմ ունեցել, դրանց վստահ եմ, որ ուրեմն Էդգար Ղազարյանը լսել է, որտեղ եկել էր տանկը կոմենտներ էր թողել, ուրեմն հաստատ լսել է, եւ հետաքրքիր է, որ հիմա այդ ամբողջը եթե չեն լսել, չեն հասկացել, ուրեմն չեն ուզում հասկանալ, կամ միտումնավոր կերպով շրջանցում են կամ այնպես են ձևացնում, որ բովանդակային քննարկումներ չի կատարվում։ Միշտ այսքան ժամանակ ասում եմ շատ հստակ կերպով, թե ընդդիմադիր падգամավորների կողմից պատճառաբանություններ ներկայացվել է, թե ինչու այս ուրեմն գործողություն, այս նախաձեռնությունը արդյունք չի տալու եւ անիմաստ է գոնե այս ձևաչափով ներկայացնել աշխատանքն անել, գուցե պետք է շատ ավելի աշխատանքը ուրիշ եղանակով առաջ գնանք, մինչև կարողանանք հասնենք այդ փուլին, իսկ իմ նման մարդիկ էլ արդեն տեխնիկական առումով օր փաստարկներով ներկայացել են, թե ինչու չի կարելի հնարավոր չի ընդհանրապես իմպիչմենտով Նիկոլ Փաշինյանին ասնել։